Սուրճ ու սեր առավոտից։ Բարի լույս, բարի գալուստ հանրային ռադիոյի առաջին ծրագիր, մենք ուրախ ենք նոր աշխատանքային օրը եւ առավոտը սկսել ձեզ հետ հանրայինի ուղիղ եթերում։ Բարի լույս, ձեզ համար առավոտյան եթերն այսօր ապահովելու են Սևակ Հակոբյանն ու Վեգա Անդրեասյանը, առաջիկա 1.5 ժամվա ընթացքում փորձելու ենք անել ամեն ինչ, որպեսզի ձեր օրը սկսվի դրական նոտայով եւ բարձր տրամադրությամբ։ Այսօր առավել քան դրական նոտայով, որովհետեւ աշխատանքային շաբաթն ավարտվում է, եւս մի քանի ժամ եւ արդեն կարող ենք մի փոքր հանգստանալ, իհարկե այն մարդիկ, ովքեր աշխատում են շաբաթ կամ կիրակի օրերին, հիմա կասեն մեծ խոսում եք, բայց դե ամեն դեպքում հիմնականում հնգորյա աշխատանքային գրաֆիկով ենք աշխատում, իսկ ովքեր ավելի ծանր աշխատանքային գրաֆիկով են աշխատում, մենք ձեզանով հպարտանում ենք եւ համբերություն մաղթում, այո, եւ հուսով ենք, որ ինչպես ասում են, ձեր ջանքերը կվերադառնան ձեզ։ Մնում է միայն խորհուրդ տալ, որ վաղն էլ մեր գործընկերների երաժշտական առավոտին միանաք եւ եթե շաբաթ առավոտը աշխատանքային է, ապա գոնե ռիթմիկ սկսեք, վստահ եմ վաղը նույնպես հետաքրքիր հյուրեր են ունենալու մեր գործընկերները, իսկ մինչ այդ աշխատանքային շաբաթը ամփոփենք միասին, մի մոռացեք մեզ նաև դիտել մեր Facebook-յան էջում եւ կայքում armradio.am 9:31 այսօր մարտի 6-ն է, ինչպես նշեցինք ուրբաթ, եւ բացի մեզ դիտելուց նաեւ կարող եք մեզ զանգահարել եւ ուղիղ եթերում հաղորդակցվել մեզ հետ 553702 մեր ուղիղ կապի հեռախոսահամարն է, ռիթմիկ երաժշտություն, հետաքրքիր նորություններ, քննարկումներ, լուրեր, այս ամենը կապահովենք առաջիկա 1.5 ժամվա ընթացքում։ Այնպես որ մնացեք մեզ հետ, իսկ մենք տեսնենք թե Սևակը ինչով է սահմանելու օրվա սկիզբը։ Առաջարկում եմ գարնան սկզբին բոլորս շողանք։ Հանդերը ման եմ եկել, սարերի ջուր եմ բերել, իմ սիրուն անուշար ջան, քեզ կանչեմ լինենք ջան, իմ սիրուն անուշար ջան, քեզ կանչեմ լինենք ջան։ Շողա, ջան շողա, շուշան շողա, շողա յարը դողա, շողա յարը դողա, շողա, ջան շողա, շուշան շողա, շողա յարը դողա, շողա յարը դողա։ Երևան աշխարհում դու գովական տեսիլ կովին սազական աշխարհում դու գովական տեսիլ կովին սազական շողա ջան շողա շուշան շողա շողա յարը դողա շողա յարը դողա շողա ջան շողա շուշան շողա շողա յարը դողա Գիշերվան լուսնի լուսնես, ցերեկվան արև ջերմես, մանուշակ վարդե հանես, սեր սիրով սիրեկանես, մանուշակ վարդե հանես, սեր սիրով սիրեկանես, շողա, ջան շողա, շուշան շողա, շողա յարը դողա, շողա յարը դողա, շողա, ջան շողա, շուշան շողա, շողա յարը դողա, շողա, ջան շողա, շուշան շողա, շողա յարը դողա, շողա յարը դողա, շողա, ջան շողա, շուշան շողա, շողա յարը դողա, շողա յարը դողա։ Սուրճ ու սեր առավոտից։
Այո, շողացեք անգամ առավոտյան եւ անգամ այս եղանակին, քանի որ փոփոխական եղանակ է առաջիկա օրերին եւ վերջին օրերին նաեւ հանրապետության շրջանում, բայց շողալու համար կարծում եմ ներքին արևն է բավարար։ Այո, բացի դրանից այսօր իրականում հիմա ավելի մանրամասն սևակը կներկայացնի, բայց ամեն դեպքում երբ ես ռադիոտուն էի գալիս, արևը շողում էր, շատ գեղեցիկ ընկած էր մեր շենքի դիմային հատվածին։ Այո, մանավանդ երբ մի քանի օր արև չի լինում եւ հետո դուրս է գալիս, կարծես ավելի շատ ենք զգում նրա ներկայությունը, այո, եւ ջերմությունը։ Բայց հանրապետության տարածքում տեղումների կանխատեսումներ կան, շարունակվում են տեղումները հանրապետության տարածքում այսօր երեկոյան, նաեւ մարտի 8-ից 3 վաղը գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային եւ նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում ձնախառն անձրևի ու անձրևի տեսքով։ Լեռնային շրջաններում սպասվում է նաեւ բուք ցածր հորիզոնական տեսանելիություն։ Իսկ ահա մարտի 10-ից արդեն առանց տեղումների եղանակ կլինի, այդ մասին այդ օրերին բնականաբար ձեզ եւս մեկ անգամ կհիշեցնենք։ Մարտի 7-ին աստիճանաբար կնվազի օդի ջերմաստիճանը 2-ից 5 նիշով, մարտի 9-ից 10-ը կրկին կբարձրանա։ Երևանում առանց տեղումների եղանակ է սպասվում այսօր, այնպես որ կարող եք անձրևանոցների մասին մոռանալ, տեղումներ կարող են լինել առաջիկա օրերին։ Ամբողջությամբ պլյուս է, ցերեկը 9-ից 11 աստիճան տաքություն, երեկոյան 3-ից 5, իսկ գիշերը 0-ից 2 աստիճան տաքություն է կանխատեսվում։ Եվ տեսնենք թե այս պահին ինչ է հուշում հեռախոսային հավելվածը, 0 աստիճան է մեր մայրաքաղաքում եւ ինչպես Վեգան էլ նշեց, ինչպես մենք էլ տեսնում ենք, բավական արևոտ եւ պայծառ եղանակ է։ Վերջին շրջանում, երբ պատմում ես եղանակի մասին, ես զարգացրել եմ սելեկտիվ լսողությունը եւ չեմ լսում, երբ ասում ես նվազել, ձյուն, տեղում բառերը։ Պարզապես անջատում եմ իմ լսողությունը, ամեն դեպքում հասկանանք, թե եղանակային փոփոխություններն ինչպես են ազդել Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհների վրա։ Չնայած այն բանին, որ դրանք հիմնականում անցանելի են, ամեն դեպքում փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ փակ եւ դժվար անցանելի ավտոճանապարհներ շարունակում ենք ունենալ, մասնավորապես փակ է շարունակում մնալ Ամբերտ բարձրլեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերտ ամրոց եւ Քարիլիչ տանող ավտոճանապարհները։ Ճամբարակ Բերտ ավտոճանապարհն է փակ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, Վարդենյանց լեռնանցքը այսօր նույնպես դժվար անցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Նաև փրկարար ծառայությունը հորդորում է երթևեկել բացառապես զմեռային անվադողերով եւ Լարսի մասին էլ փոխանցում Վրաստանի ներքին գործերի նախարարության ինֆորմացիան այն մասին, որ այն բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Գնանք օդային տարածք, որտեղ գիտեք իրավիճակը ել ավելի հարափոփող է եւ լարված, հաշվի առնելով տարածաշրջանում տեղի ունեցող ռազմական գործողությունները, Զվարթնոց օդանավակայանի պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ ժամանումների դաշտում կան ուշացումներ եւ չեղյալ հայտարարված թռիչքներ, մասնավորապես Դուբայից Երևան եկող թռիչքը 10:25-ի փոխարեն ինքնաթիռը վայրեջք կկատարի 13:09, շարժայի թռիչքը չեղարկվել է, 12:25-ի Դուբայի թռիչքը եւս չեղարկվել է, Աբու Դաբիից 12:39 պլանավորված թռիչքը եւս եւ ընդհանրապես Աբու Դաբի, Դուբայ այս թռիչքների հետ է կապված հատկապես փոփոխությունները, 17:45 եւս կար պլանավորված թռիչք Աբու Դաբիից, որը կրկին չի կայանա։ Նույնը նաեւ Դոհայի դեպքում գիշերը 00:15-ին գանք մեկնումներ, կարծում եմ հայելային նույն պատկերը նաեւ այստեղ է։ Նույն պատկերը նաեւ այստեղ է, ուշացում Դուբայից թռիչքը 11:25-ի փոխարեն նախատեսվում է 14:10 եւ չեղյալ է հայտարարվել շարժայից դեպի շարժա թռիչքը նաեւ, ինչպես նաեւ Աբու Դաբի չվերթը, որը պիտի տեղի ունենար ժամը 13:20-ին չեղյալ են հայտարարվել նաև Աբու Դաբի եւս մեկ թռիչք, որը 18:35-ին էր նախատեսված։ Մի խոսքով այո, պատկերը ինչպես Էվակը նշեց հայելային է, բոլոր մեկնումները նույնպես դեպի այս ուղղություն կամ ուշացումներ են կամ չեղյալ են հայտարարված, մնում է եւս մեկ անգամ համբերություն մաղթել մեր այն հայրենակիցներին, որոնք դեռ գտնվում են տարածաշրջանի այս երկրներում, մեր գործընկերները ժամը 11-ի թողարկման ընթացքում կարծում եմ ավելի մանրամասն մեզ կպատմեն, թե ինչ է կատարվում։ Այո, որովհետև այս օրերին նաև հատուկ չվերթեր են կազմակերպվում, մասնավորապես Օմանի մայրաքաղաք Մասկատից դեպի Երևան, որպեսզի տարածաշրջանում
մնացած հայերը, որոնք վաղուց պետք է վերադառնային ըստ պլանավորված գրաֆիկի, կարողանան գալ տուն։ Այնպես որ ժամը 10-ի թողարկմանը, այո, առավել մանրամասն կիմանանք Ռադիոլուրի մեր գործընկերներից։ Քանի խոսում ենք երթևեկությունից, վեգա մեկ ծանոթում ներկայացնենք մեր ռադիոլսողներին մայրաքաղաքի հետ կապված, սիրելի երևանցիներ, քաղաքապետարանը տեղեկացնում է, որ տրանսպորտային հոսքերի անցանելությունն ավելացնելու նպատակով մարտի 7-ից, այսինքն վաղվանից, երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անաստաս Միկոյան փողոցում, մասնավորապես այս փողոցում ուղղությունը Պիրումյանների փողոցից դեպի Եղվարդ երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի։ Եվս մեկ անգամ նշենք, Անաստաս Միկոյան փողոցում ուղղությունը Պիրումյաններից դեպի Եղվարդ երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի։ Ահա, ֆիքսենք, որպեսզի խուսափենք տուգանքներից եւ վտանգավոր իրավիճակներից ճանապարհներին եւ անդրադառնանք օրվա փոխարժեքին, հաջորդ կարևոր տեղեկատվությունը, որ տանից դուրս գալուց առաջ կարող է պետք գալ։ Ըստ կենտրոնական բանկի ամերիկյան դոլարն այսօր համարժեք է 377 դրամի եւ 59 լումայի, 438 դրամ 31 լումա է եվրոն, 4.8 ռուսական ռուբլին, վրացական լարին համարժեք է 138 դրամի 0.6 լումայի, բրիտանական ֆունտ ստերլինգը 504 դրամ է 0.1 լումա եւ դիրհամը 102 դրամ եւ 8 լումայի է համարժեք։ Հատկապես դիրամի հետ կապված առավել կարևոր են, իդեպ կապի օպերատորները, վեգա չգիտեմ նկատել ես թե չէ, հիմնականում անվճար են դարձրել ռոմինգը եւ SMS հաղորդագրությունները այս երկրներում, որտեղ բնականաբար իրավիճակով պայմանավորված մարդիկ ժամանակից երկար պետք է այդտեղ անցկացնեն, ինչը միայն գովելի է, որովհետեւ պատկերացրու սահմանափակ բյուջեով ենք, չէ՞, ամեն մեկը ճամփորդում եւ գիտենք, որ այսօրը վերադառնալու ենք եւ նման իրավիճակ, այնպես որ այս դեպքում մասնավոր սեկտորի ճիշտ արձագանքը եւս շատ կարեւոր է։ Այո, եւ աջակցությունը նույնպես իսկապես, հատկապես որ ինչպես այն անգամ նշեցինք, բազմաթիվ հյուրանոցներ էմիրություններում հրաժարվել են անվճար դարձնել եւ ոմանք նույնիսկ զեղչել հյուրանոցների համարների գները եւ մարդիկ ստիպված են լինում վճարել ամեն օրվա համար։ Այո, գանք մայրաքաղաք, պատկերը նույնն է, ինչ սովորաբար այս ժամերին, 9:42-ի դրությամբ 7 է խցանումային նիշը, ծանրաբեռնված փողոցները բավական շատ են, դե կենտրոն եկող ուղղությունները Իսակովի փողոցան, Աթենքի փողոցը դեպի Հաղթանակի կամուրջ շարժվող Կիևյան կամուրջի ուղղությունը դեպի Բարեկամություն բարձրացող հատվածում կա ծանրաբեռնվածություն, Կոմիտասի փողոցան, երկկողմանի, բայց հատկապես դեպի կենտրոն իջնող հատվածը, իջնենք այսպես Բաղրամյանով, տեղ-տեղ կան խցանումներ Բաղրամյանի սկզբում, մեջտեղում Մարշալ Բաղրամյան մետրոյի հարևանությամբ եւ արդեն դեպի օպերա շարժվող հատվածը։ Կորյունի փողոցում դեպի Մատենադարան գնացող ուղղությունը, այն Ալբանդյանն է բավական ծանրաբեռնված, ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ դեպի հրապարակ իջնող հատված երթևեկությունը այստեղ կանգ է առած, Հերացու փողոցում, Սարալանջ, հարակից նեղլիկ փողոցները, գանք մեր կողմեր, ինչպես ասում են, դեպի Սախարովի հրապարակ Վարդանանցն է ծանրաբեռնված եւ նաև Սայաթ Նովա Պողոտայում կա երթևեկության դանդաղ ընթացք, սիրելի վարորդներ եւ ուղևորներ, այստեղ մենք չենք կարող գտնել օրիգինալ, ձեզ ինչպես ամեն առավոտ մաղթում ենք համբերություն եւ առաջարկում լսել մեզ, զանգարել, եթե այնպեսի խցանում է, որ կարող եք ձեզ թույլ տալ, կամ եթե ուղևոր եք 553702, կամ կարող եք նաեւ մեկնաբանություններ գրել մեր Facebook-յան հարթակում եւ մեր կայքում։ Իդեպ մեր ամենահավատարիմ ռադիոլուսողներից Էդիկ Բաբուջյանը արդեն հասցրել է մեզ բարի լույս մաղթել, մենք էլ մեր ռադիոլուսողին ենք բարի լույս մաղթում եւ շնորհակալ ենք միշտ օպերատիվ կերպով մեզ միանալու եւ մեկնաբանություններ թողնելու համար։ Այո, շնորհակալ ենք մեր բոլոր ունկնդիրներին, հավատարիմ ունկնդիրներին առավել քան եւ թող գարունը մեր հոգում լինի անկախ եղանակի կանխատեսումներից։ Իմ կյանքի գարուն երգում է Էլվինա Մակարյանը։ Իմ կյանքի գարուն քեզ եմ միշտ տենչում ժպիտ ու
Իջնող շողեր իմ կյանքի գարուն քեզ եմ միշտ հնչում առանց քեզ խենթեմ ես իմ հրաշքանում ես քեզ շատ եմ սիրում ամեն օր գնում ինչ գույներ պազում թեվում ես դու իմ կապույտ երազում բերբարի լուրեր բերհույսի շողեր երկնից փայլող աստղեր իմ կյանքի գարուն քեզ եմ միշտ հնչում առանց քեզ խենթեմ ես իմ հրաշքանում ես քեզ շատ եմ սիրում իմ կյանքի գալուն քեզ եմ միշտ հնչում առանց քեզ խենթեմ ես իմ հրաշքանում ես քեզ շատ եմ սիրում Գարնանային տրամադրությամբ շարունակում ենք մարտի 6-ի առավոտը, օրը ուրբաթ է, ժամը 9:48, մենք շարունակում ենք մեր ուղիղ եթերը եւ այժմ հերթն է թերթելու օրացույցը։ Այո, մենք արդեն հասցրեցինք եթերից դուրս փոքրինչ թերթել եւ զվարճանալ, որովհետեւ տարբեր երկրներում, մասնավորապես իհարկե նահանգներում այսօր զվարճալի օրեր են նշվում։ Բայց մինչև զվարճալի օրերին անդրադառնալը նախ շնորհավորենք այն մարդկանց, որոնք մեզ անթերի ժպիտ են պարգևում, թեև մինչև այդ ժպիտ պարգևելը կա ստրես, կա դիսկոմֆորտի զգացողություն, շատերի մոտ, այո, գրպանում մի փոքր դատարկություն։ Խոսքը ատամնաբույժների մասին է, շատ կարևոր մասնագիտություն, բժիշկներ, որոնք իսկապես ապահովում են մեր առողջ ժպիտը եւ մանկուց կա այդ վատ կարծրատիպը, որ վախենալու է գնալ ատամնաբուժի մոտ, բայց երբ գնում ես, հասկանում ես, որ մեր օրյա դեղամիջոցները եւ տեխնիկան գրեթե չեն թողել որևէ ցավ, որ մարդը զգա։ Ցավոք այո, բայց բարեբախտաբար այո, ցավից իրար։ Բարեբախտաբար այո, այնպես որ իսկապես շնորհակալություն թե ատամնաբուժներին, թե ատամնատեխնիկներին, այն մարդկանց, որոնք այս ոլորտում են աշխատում եւ այո, իսկապես պատասխանատու են մեր գեղեցիկ եւ անցավ ժպիտի համար։ Արդարամտության եվրոպական օրն է, փաստորեն նաեւ այսօր շնորհավորում ենք բոլոր արդարամիտներին, իսկ ոչ արդարամիտներին մաղթում արդարամտություն։ Այո, եւ նաեւ կապույտ հագուստի օրն է, այ տեսեք չէինք իմացել, թե չէ այս մուգ գույների մեջ չենք։ Իսկ դու սիրում ես կապույտ։ Այո, շատ եմ սիրում։ Գանք ազգային տոներին, որոնք սովորաբար ավելի ժպիտ պարգևող են մեզ։ Առաջինը բավական դրական տոն է Միացյալ Նահանգներում աշխատակիցների երախտագիտության օրն է։ Այս շատ կարևոր մի բան, հատկապես վերջին տարիներին
Տես խսամից եկած կա չէ այդ կարծրատիպը, որ դե աշխատում ես, դրա դիմաց ստանում ես վարձատրություն, դրանով պետք է սահմանափակվել, բայց մեր օրերում մարդկանց պահանջմունքները շատ են եւ հաճախ պարզապես վարձատրությունը անկամ եթե դա բարձր է, մարդկանց կարող է չմոտիվացնել։ Այո, կարող է եւ կարծում եմ առիթից օգտվելով կարող ենք անդրադառնալ եւ շնորհավորել ու գուցե շնորհակալություն հայտնել նաեւ վաճառողներին, քանի որ այսօր նաեւ վաճառողի օրն են նշում փաստորեն, մարդիկ, որոնք ամենաշատն են ցավոք բախվում մեր վատ տրամադրությանը, վատ օր ունենալուն, հաճախ հայկական ոչ այնքան բարեհամբույր վերաբերմունքին, մունաթին, այո, այնպես որ օգտվենք այս երկու տոների համադրությունից եւ շնորհակալություն հայտնենք սպասարկման ոլորտի բոլոր աշխատակիցներին, որոնք ամբողջ օրը ամեն օր ստիպված են լինում մեր տրամադրության փոփոխություններին դիմանալ։ Մեկ հետաքրքիր տոն էլ կա Միացյալ Նահանգներում շրջազգեստի ազգային օրն է, երկու օր առաջ կարծես թե մինի շրջազգեստի օրն էր, տեսեք այնքան կարևոր դետալ է, որ տարբեր օրեր ունի եւ մեկ տոն, որ հատկապես շատ գրավեց ինձ եւ Վեգային եւ կուզեինք նշել այսօր։ Դա անջատվելու ազգային օրն է։ Լինում է, չէ՞, ուզում ես պարզապես անջատվել եւ ոչինչի մասին չմտածել կամ գոնե ոչ մի լուրջ բանի մասին չմտածել։ Լինում են նաեւ օրեր, որ իրականում չէիր ուզի անջատված լինել, բայց այդպես ստացվում է։ Այնպես որ եթե ձեզ այսօր ասեն, չեմ հասկանում անջատված ես, ասեք այո, ես միացել եմ Միացյալ Նահանգների National Day of Unplugging։ Այո, այնպես որ հենց այդպես էլ կարող եք պատասխանել եւ անջատել ձեր չգիտեմ, ուղեր այսօր, այո։ Իդեպ կատակով ենք ասում, բայց հատկապես մեր օրերում շատ դժվար է, անգամ եթե ուզում ես անջատվել, դա կարծես այս լրատվական հոսքերը, աշխատանքային չաթերը, հեռախոսը ընդհանրապես։ Ինչ որ բանի մասին փորձում ես մտածել, մենք էլ հանկարծ ուզում ես Google անել, հա, դա փակում եմ, փորձում եմ ասել, մենք ասում ենք, ինչ որ միտք է գալիս, մի հատ փնտրեմ, տեսնեմ եւ էլի ահա հեռախոսը ձեռքում եմ։ Տոն է մարզաշխարհի որոշ հատվածի համար շնորհավոր Ռեալ Մադրիդ ֆուտբոլային ակումբի երկրպագուներին, որովհետև փաստորեն 1902 թվականի հենց այսօրն է հիմնվել արքայական ակումբը։ Այո, շնորհավորում ենք Ռեալ Մադրիդի ֆանատներին եւ գանք արդեն Հոբելյարների դաշտ 1475 թվականի այսօրն է ծնվել Միքելանջելոն, կարծում եմ նրան ներկայացնելու առանձնակի կարիք չկա, դե վերածննդի ժամանակաշրջանի ամենակարկառուն նկարիչներից մեկը։ Հատկապես հայ ընթերցասերների կողմից, չնայած ամբողջ աշխարհում, բայց հատկապես Հայաստանում, որ գիտեմ, որ շատ երկրպագուներ ունեցող գրող Գաբրիել Գարսիա Մարկեսն է ծնվել 1927 թվականին, փաստորեն կոլումբիացի հեղինակը ծնվել է հենց այս օրը։ Ծնունդների այլ ցանկել ունենք, այստեղ այո, Սիրանո դե Բերժերակ, քանի խոսում ենք գրականությունից, ֆրանսիացի դրամատուրգ, մտածող 1619 թվականի այսօրն է ծնվել։ Վերադառնալով մարզաշխարհ, նշենք, որ հայտնի ամերիկացի բասկետբոլիստ, խոշոր, հսկա Շաքիլ Օնիլի ծննդյան օրն է նաև այսօր 1972 թվականի այսօրն է ծնվել Շաքիլը կամ ինչպես նրան ասում են Շաքը։ Ուզում եմ ասել գնանք տիեզերք եւ պատական չեմ ասի, առաջին կինտիեզերա գնաց 1937 թվականի մարտի 6-ին է ծնվել Վալենտինա Տերեշկովան։ Ահա։ Եվ վերադառնանք կրկին վերածննդի ժամանակաշրջան Միքելանջելոն, ասացի։ Եվ իհարկե շնորհավորում ենք բոլորին, ովքեր ծնվել են հենց այս օրը, գարնանային այս լուսավոր օրը, ձեզ մաղթում ենք միմիայն անմոռանալի հիշողություններ եւ իհարկե առողջություն ու երջանկություն։ Kissy face, sent to your phone, but I'm trying to kiss your lips for real. Red hearts, that's what I'm on, yeah. Come give me something I can feel. Don't you want me like I want you, baby? Don't you need me like I need you now? Sleep tomorrow, but tonight go crazy. All you gotta do is just meet me at the It's whatever you like. Turn this appetite into a club. I'm talking drink, dance, smoke, freak, party all night. Come back, girl, what's up? Don't you want me like I want you, baby? Don't you need me like I need you now? Sleep tomorrow, but tonight go
Hold on, I'm on my way. Yeah, I'm on my way. Hold on, I'm on my way. Yeah, I'm on my way. Don't you want me like I want you, baby? Don't you need me like I need you now? Sleep tomorrow, but tonight go crazy. All you gotta do is just meet me at the Just meet me just meet me at the just meet me at the Սուրճ ռուսեր առավոտից։ 9:57 վերադառնում ենք ուղիղ եթեր եւ ժամանակն է աստիճանաբար ծանոթանալ նորություններին։ Մեր տաղավարում է Մարլենան, բարի լույս Մարլենա։ Բարի լույս։ Վարենա, արդեն խոսեցինք մենք մի փոքր էմիրություններում եւ առհասարակ տարածաշրջանի այդ հատվածներում մնացած մեր հայրենակիցների մասին ինչ նորություններ ունենք, փոփոխություն կա։ Այո, ռադիոլուրն էլ երեք անդրադարձավ թեմային, մեր թղթակից Աիդա Ավետիսյանը երեք զվարթնոց օդանավական, մեր որտեղ Դուբայից վերադարձող չվերթերներ դիմավորել զրուցել էր ուղևորների հետ, իդեպ այսօր նույնպես չվերթ կա, որ կազմակերպվելու է 21:30-ին, խոսքը Մասկատ-Երևան չվերթի մասին է, մարտի 6-ի երեկոյան 9:30 Մասկատ-Երևան չվերթի տոմս ունեցող քաղաքացիների համար անվճար տեղափոխություն է կազմակերպվելու Աբու Դաբիից եւ Դուբայից, դրա մասին երեք երեկոյան հայտնել է Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը։ Տեղեկացնում ենք, որ այն քաղաքացիները, ովքեր արդեն ունեն եւ ձեռք կբերեն Fly One ընկերության կողմից մարտի 6-ի երեկոյան ժամը 21:30-ին կանալիք Մասկատ-Երևան տոմսերը, կարող են օգտվել Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի դեսպանության եւ Դուբայում Հայաստանի գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպված անվճար տեղափոխման հնարավորությունից, տեղեկացրել է դեսպանությունը, այնպես որ մեր հայրենակիցների մի խումբ էլ այսօր է բարեբախտաբար վերադառնալու Երևան։ Մեր հայրենակիցներին կոչ անենք անպայման հետևեն այդ երկրներում դեսպանությունների պարբերաբար թարմացնում է էջերին։ Արտգործնախարարությունը նույնպես պարբերաբար հաղորդում է տեղեկատվություն, թե ինչպես կարող են եւ ինչ ճանապարհներ կան վերադառնալու հայրենիք, նաեւ գիտենք, որ հյուրանոցներում շատ դեպքերում հնարավորություն է ստեղծվում, որպեսզի անվճար կացության հարցեր են լուծում եւ սննդի։ Իդեպ շնորհակալություն հայտնենք նաև ավիացիայի աշխատակիցներին։ Ես երեք նայում էի այն երթուղիները, որոնցով հաճախ շրջանցելով վտանգավոր վայրերը ստիպված են լինում կատարել տեղափոխությունը, համբերություն մաղթենք մեր հայրենակիցներին։ Հերոսական աշխատանքի եւ շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր այսօր վտանգելով իրենց կյանքը օգնում են մեր հայրենակիցներին։ Հուսանք իրավիճակը հնարավորինս շուտ կկարգավորվի, իսկ առավել մանրամասն ինչ է կատարվում Հայաստանում, Հայաստանի սահմաններից դուրս տարածաշրջանում եւ աշխարհում կտեղեկանանք վարքյաններ անց, հիշեցնենք ռադիոլուրը յուրաքանչյուր ժամագլխի թարմացնում է տեղեկատվությունը, այնպես որ հետևեք հանրային ռադիոին ամբողջ օրվա ընթացքում, նաև մեր կայքում armradio.am։ Հայաստանում ժամը 10 է։
Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Երևանն է խոսում, բարև ձեզ, հանրային ռադիոյի ուղիղ եթերում աշխատանքն է շարունակում ռադիո լուրը, խոսափողի մոտ Մարլենա Հովսեփյանն է։ Մարտի 5-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Արտգործնախարարության լրատվականի փոխանցմամբ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանում վերջին զարգացումների շուրջ։ Կողմերը մտահոգություն են հայտնել եւ նշել են լարվածության հետագա սրմանը միտված գործողություններից զերծ մնալու կարեւորությունը, ընդգծելով կայունության եւ անվտանգության ապահովման անհրաժեշտությունը։ Զրուցակիցները գոհունակությամբ նշել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կայուն խաղաղության կարևորությունը, մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ, հայտնել է արտգործնախարարությունը։ Երեկ երեկոյան հաղորդագրություն է տարածել նաև Պաշտպանության նախարարությունը, նշելով Հայաստանի Հանրապետության տարածքում կրակոցներ, պայթյուններ չեն լսվել եւ չկան։ Երեկ Պաշտպանության նախարարությունից նշել են որոշ շրջանակներ մանիպուլյատիվ բնույթի վերնագրերով հոդվածներ են շրջանառում, նպատակ ունենալով անհարկի լարվածություն ստեղծել հանրության շրջանում։ Տարածաշրջանում տիրող իրավիճակը քննարկվել է 3 անվտանգության խորհրդի նիստում, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել է տարածաշրջանում ստեղծված անվտանգային վիճակը, անդրադարձ է կատարվել նաև տրանսպորտային հաղորդակցությունների բնականոն գործունեությունը ապահովելու հետ կապված հարցերի։ Վարչապետի կողմից տրվել են համապատասխան հանձնարարություններ, նիստին մասնակցել են նաև այլ պաշտոնյաներ։ Տեղեկացնենք նաև, որ Միացյալ Նահանգները զգուշացրել է Ադրբեջանում գտնվող իր քաղաքացիներին խուսափել Նախիջևան մեկնելուց։ Երեկ Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանատան միջոցով հրապարակված անվտանգության զգուշացման մեջ պետդեպը հայտնել է անհայտ թվով անօդաչու թռչող սարքեր տեղական ժամանակով կեսօրին հարվածել են Նախիջևանի միջազգային օդանավականի տերմինալի շենքին եւ դպրոցի շենքի։ Հիշեցնենք, նախորդին պաշտոնական Բաքուն հաղորդել էր, որ Իրանի զինված ուժերը անօդաչու թռչող սարքերով հարվածել են Նախիջևանին, ինչը պաշտոնական Թեհրանը հերքել եւ չնայած սրան տարածաշրջանում լարվածության նոր իրողություն է առաջ մղվել։ Այս իրադարձությունից հետո Ադրբեջանի կառավարությունը նաեւ դադարեցրել է Իրանի հետ սահմանով բեռնատար մեքենաների երթևեկությունը այս միջադեպից հետո։ Նախարարական կաբինետը նշել է, որ որոշումը պայմանավորված է Նախիջևանի օդանավականի դպրոցի եւ այլ շինությունների վրա հարձակումներով։ Հաշվի առնելով իրավիճակը, որ ստեղծվել է միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին հակասող հարձակումների հետևանքով, նախարարների կաբինետը որոշել է ամբողջությամբ դադարեցնել Ադրբեջանի եւ Իրանի միջև առկա բոլոր անցակետերով բեռնատար մեքենաների երթևեկությունը։ Երեկ ավելի վաղ Ադրբեջանը 12 ժամով փակել էր նաեւ Իրանի հետ օդային սահմանը։ Հիշեցնենք, Թեհրանը թեև հերքում է իր մեղսակցությունը այս հարվածին, պաշտոնական Բաքուն շարունակում է մեղադրանքները եւ բարձր մակարդակով շարունակվում են հոխորտանքները Իրանի հասցեին։ Անդրադառնանք բուն ռազմական գործողություններին, դրանց անդրադարձել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեքսեթը։ Նա նշել է, Իրանում իրականացվող գործողությունը վճռականորեն առաջ է շարժվում։ Նա Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարության ղեկավար Բրեդի Քուփերի հետ համատեղ ճեպազրույցում նշել է. Իրանը հույս ունի, որ մենք չենք կարողանա դիմադրել դրան, սակայն դա իսկապես վատ հաշվարկ է։ Պենտագոնի ղեկավարը նշել է, որ Միացյալ Նահանգները զինամթերքի պակաս չունի եւ ռազմական գործողությունը կարող է շարունակվել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ լինի։ Մենք նոր ենք սկսել կռվել, վճռականորեն կռվել, հավելել է նա, խոստանալով Իրանի վրա կրակային հզորությունը շուտով կտրուկ աճելու է։ Իրանի հետագա կառավարման հարցում Թրամփի դերի մասին լրագրողի հարցին ի պատասխան նա նշել է, որ նախագահը մեծ ազդեցություն ունի այն հարցում, թե ով կառավարի Իրանը, հաշվի առնելով ներկայիս գործողությունը։ Ավելի վաղ Թրամփը Axios-ին տված հարցազրույցում ասել էր, պետք է մասնակցի Իրանի նոր առաջնորդի ընտրության համար թեկնածուների որոշմանը։ Սպանված Այաթոլլա Խամենեիի որդուն, որը կարող է դառնալ նոր գերագույն առաջնորդ, նա չի համարում համապատասխան թեկնածու։
Իրանի շուրջ զարգացումներին կանդրադառնանք մեր հաջորդ թողարկումներում, օրվա լրահոսից եւս երկու լուր ներկայացնենք։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ներողություն Լատվիայի արտգործնախարար Բայբա Բրաժեի հետ։ Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաներ, անդրադարձ է կատարվել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին։ Ընդգծվել է Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման ուղղությամբ ակտիվ փոխգործակցության, ինչպես նաև Երևանում եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին ընդառաջ ակտիվ ներգրավվածության պատրաստակամությունը։ Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններն էլ քննարկել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, նա ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե դը Կոտինիին։ Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության ընթացքին եւ զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր, իհարկե կողմերը քննարկել են նաեւ տարածաշրջանային վերջին զարգացումները։ Լրատվությանը հատկացված ժամանակը սպառված է, ռադիոլուրը կհետևի իրադարձությունների զարգացմանն ու պարբերաբար կներկայացնի թարմ տեղեկատվություն։ Ստուդիայում աշխատում էր Մարլենա Հովսեփյանը, մնացեք հանրայինի հետ։ Սուրճ ու սեր առավոտից։ Ես գնում եմ արևն սպասում վար, ու հիմա զգում եմ անուշ եմ ուլուր, արևի մոտ կգտնեմ ես իմ ուժը, ու հիմա մոտ է մեր սրտերում, բայց ես գնում եմ արևն սպասում վար, ու հիմա զգում եմ անուշ եմ ուլուր, արևի մոտ կգտնեմ ես իմ ուժը, օդս էլ չի հերիքում, ես գալիս եմ հեռում, ավելի մոտ քեզ, արևի մոտ ես չկսաման, մեզ դեր արևոտ, դեր արևի մոտ, չէ արևի մոտ, դեր օդս էլ չի հերիքում, ես գալիս եմ հեռում, ավելի մոտ քեզ, արևի մոտ ես չկսաման, մեզ դեր արևոտ, դեր արևի մոտ, չէ արևի մոտ, դեր Երբ քեզ կասեմ տարօրինակ մի բան, դու կլինես միակ, ով կհասկանա ինձ այնքան շատ կտա ինձ քեզ մոտ մի օթևան, էլ արևի մոտ քեզ չեմ սպասի այդքան, էլ կապ չունի արևի մոտ, դե իր մոտ չէ, ես էի հեռու թե դու, մեկա մեր տետը կլիներ են տեղը, մեկա մեր մոտ սիրտը կվարեր այդ տեղը, մեր սառը ձեռքերը տաքացներ այդ տեղը, միթել չկանք, միթել չկամ, էլ չկամ, չսպասեմ այդ վար, արևի մոտ չկամ, մեկա անուժ եմ ուլուր, մեկա իմ ուժը չեմ գտնում, Կասաման ես դեր արևոտ, դեր արևի մոտ է իր արդեն գիշեր արևի մոտ չեմ Մոտ է մեր սրտերում, բայց ես գնում եմ արևն ասպասում վար, ու հիմա զգում եմ անուժ եմ ուլուր, արևի մոտ կգտնեմ ես իմ ուժը The station with the best music. I love the music. Best music.
Բարի լույս, Հանրային ռադիոյի տաղավարից եւս մեկ անգամ 10:09 ողջունում ենք բոլորին, ովքեր քիչ առաջ են մեզ միացել, հավատարիմ ունկնդիրներին առանձնահատուկ ողջույններ, ճիշտ հաճախականություն եք ընտրել, օրը դրական լիցքերով սկսելու համար, չնայած աչից եւ ձախից եկող լուրերը միայն մտահոգիչ են։ Քիչ թե շատ դրական լուրերից երևի կարող ենք միայն ասել, որ ջերմաստիճանը 1 աստիճանով հասցրեց բարձրանալ այս ընթացքում եւ հենց 1 աստիճան է այս պահին։ Շուտով տաղավարում կդիմավորենք մեր հյուրերին եւ նրանք նույնպես դրական նորություններ կպատմեն վերջին շրջանում տեղի ունեցած Innovative Armenia մրցույթի մասին, որի հաղթողները հայտնի են, սրանք կարևոր նախաձեռնություններ են, որոնք ուղղակիորեն կարևոր են երկրի տնտեսության համար։ Մինչև այդ թարմացնենք տեղեկատվությունը նաև խցանումների տեսանկյունից, թեև փոփոխություն չկա, 10-10-ի դրությամբ մեր մայրաքաղաքում խցանումային նիշը 7 է։ Սիրելի ռադիոլսողներ, հիշեցնենք, մեզ կարող եք նաև դիտել Facebook-յան հարթակում, կարող եք գրել մեկնաբանություններ, կարող եք ձեր կարծիքը, մեկնաբանությունները գրել նաև մեր կայքում armradio.am, իսկ ուղիղ կապի հեռախոսահամարը անփոփոխ է 553702 ներիր սևակ ընդհատեցի, ուզում էի կոչ անել մեր ռադիոլսողներին, որ մեկնաբանությունները գրեն հայատար, քանի որ այդ կերպ նախ կարևոր է եւ կշարունակենք պահպանել հայոց լեզուն, նաեւ մենք կկարողանանք ավելի པարզ հասկանալ, թե ինչ նկատի ունեք կոմենտներում, մեկնաբանություններում, որովհետեւ հաճախ դուք մեկնաբանություններ եք թողնում, որոնք մենք ցավոք չենք հասկանում, չենք կարողանում ընթերցել եթերում, այնպես որ կոչ ենք անում ոչ միայն մեր մեկնաբանություններում, այլև առհասարակ համացանցում օգտվել հայատար ստեղծարարից։ Այո, վաղուց անցել են այդ ժամանակները, երբ ասում ենք, որ շատ դժվար է հայատար գրել այս կամ այն տիրույթում, այս կամ այն գadget-ով, հիմա ամեն բան հնարավորինս հարմարեցված է։ Վեգան արդեն նշեց, ինչ թեմայի մասին ենք խոսելու, նորարարություն, մրցույթ, նոր գաղափարներ, այնպես որ մնացեք մեզ հետ վայրկյաններ անց, ավելի ճիշտ րոպեներ անց մեր տաղավարում կհյուրընկալենք մեր այսօրվա հյուրերին։ I want to break
Սուրճ ու սեր առավոտից։ 10:15 եւ ինչպես դες խոստացանք, արդեն մենք հյուրընկալել ենք մեր այսօրվա հյուրերին եւ նրանց հետ զրուցելու ենք մի շատ հետաքրքիր մրցույթի եւ արդեն ամփոփված արդյունքների մասին։ Այո, սիրով ներկայացնեմ մեր հյուրերին, մեր տաղավարում են TCF ընկերության համահիմնադիր Մարիամ Համբարձումյանը եւ հաղթող թիմերից մեկի ներկայացուցիչ Ալիկ Սարգսյանը, բարի լույս, ինչպես արդեն նշեցինք, երկրորդ տարին է արդեն, որ անցկացվել է Innovate Armenia մրցույթը կամ ֆիզիկական նորարարական ապրանքների համահայկական մրցույթը, ճիշտ ասացի ամեն ինչ։ Վեգա պրես շատ ճիշտ էր մտապահել, 200 նորարար այս անգամ դիմել էր մրցույթին, ներկայացրել ամենատարբեր նախագծեր եւ հիմա կիմանանք ինչ նախագծեր էին դրանք եւ ինչպես հաջողվեց օրինակ Ալիկ Սարգսյանի թիմին դառնալ հաղթողներից մեկը, բայց մինչեւ այդ ինչպես եք սկսում առավոտը, արդյոք այս ժամին այսպես կազմ պատրաստ լինել ձեզ համար արդեն սովորական է։ Այո, սովորական է։ Սկսում ենք ուրախ տրամադրությամբ, մարտական տրամադրված, որ հասցնելու ենք անել այդ օրվա համար նախատեսված պլանավորած գործերը։ Քանի որ մրցույթը երկրորդ անգամ է անցկացվում, վստահաբար կլինեն ռադիոլսողներ, որոնք չեն լսել այս մասին, նախ խնդրենք պատմել ինչ է Innovate Armenian, ինչպես է որոշվել, որ պիտի ունենանք նման մրցույթ եւ որն է դրա նպատակը։ Innovate Armenian TCF Արմենիայի սոցիալական պատասխանատվության ծրագրերից է, քանի որ TCF Armenian ամբողջ աշխարհում օգնում է նորարարներին գնալ միջազգային շուկաներ, կյանքի կոչել իրենց հետաքրքիր եւ կյանք փոխող գաղափարները, մենք Հայաստանում զգում էինք նման մեծ բաց, որ Հայաստանում սոֆթվերը զարգանում է, իսկ ֆիզիկական պրոդուկտների արտադրությունը, մշակումը, ստեղծումը շատ կաղում է եւ մեր հանդիսանալով հայաստանյան ընկերություն որոշեցինք նման հնարավորություն ընձեռել նաեւ հայերին ողջ աշխարհից ու նախաձեռնեցինք այս մրցույթը, որը թույլ է տալիս գաղափարից դեպի շուկա գնալ։ Ահա, շատ բարի։ Ալիկ, հետաքրքիր է, ձեր թիմը հաղթել է, նախ ովքեր են ձեր թիմում եւ ինչ գաղափար եք ներկայացրել։ Մեր թիմը կոչվում է, մեր կազմակերպություն կոչվում է Safe Ground, երկու հոգով ենք համահիմնադիրներով, ես եմ Ալիկ Սարգսյանս եւ Հայկ Գաբրիելյանը։ Ողջունենք Հայկին։ Մենք կամ մասնագիտացված ենք ռադիոհաճախականային ազդանշանների հիման վրա արհեստական բանականության կիրառումով նմանատիպ լուծումներ տալու վրա ու պրոդուկտը, որ մենք ստեղ ներկայացրեցինք, դա կոչվում է Gem Guard, որի նպատակն է բացահայտել ներխուժողներին, գողերին, հա, իրենք օգտագործում են հատուկ տեսակի սարք, որպեսզի խլացնեն ռադիոհաճախականային կապը, հա, որ օգտագործում է, չգիտեմ, անլար կամերաները անվտանգության համար, հա, ու դա արդեն լայն տարածում է գտնում օրինակ ամերիկյան օգտատերերի մոտ, ու այդ խնդիրը տենալով որոշեցինք այդ սարքը սարքել, դա մեր պրոդուկտներից մեկն է ու այդ սարքով մասնակցել TCF-ին արդեն, որպեսզի TCF այդ մրցույթը մեզ օգնի ավելի լավ հասկանալ շուկա այդ ապրանքի կիրառությունը, հա, այդ դժվարությունները, որ մենք պետք է անցնենք միջև ինքը այդ մեր գաղափարը կվերածվի իրական պրոդուկտի էլի։ Ահա, ձեր նկարագրածը ամերիկյան իսկապես ֆիլմ հիշեցրեց, ինչպես են գողերը խլացնում տեսախցիկները եւ անում իրենց մուտ գործերը։ Այո, եւ քանի որ նշեցիք, որ 3 հաղթող է եղել, հետաքրքիր է թե դուք մրցակիցների հետ կապված որ թիմերի գաղափարներն են առավել տպավորել, գուցե յուրաքանչյուրդ մեկ թիմի գաղափար կնշեք, որ տպավորված եք, բացի հենց Ալիկի դեպքում ձեր ներկայացրած գաղափարից։ Գիտեք, մենք չէինք սպասում, որ ժյուրիի համար այդքան բարդ է լինելու այդ օրը գաղափար ընտրելը։ 25 թիմեր ներկայացնում, իրենց աճային շատ մեծ աճ էին արձանագրել այդ ընթացքում եւ առնվազն 10 արժանի էր մրցանակ ստանալու ու շատ բարդ էր դա ընտրելը։ Ես կառանձնացնեի Արմատի մրցավար կիներ Կարճախպյուր գյուղից Գեղարքունիքի մարզի եւ իրենց թիմով անչափահաս աղջիկներ էին այդ թիմում էլ, ովքեր որ շատ հետաքրքիր հուդի էին մտածել, գաղափար, որ այստեղ ինքը տարբեր եթերայուղեր եւ տարբեր հանգստացնող բաներ ուներ, այսպես սնուցող մասեր ուներ եւ այդ հուդին այսպես քաշում ես այդ գլխարկը գլխիդ ու աշխատավայրում նստած դու կարողանում ես ավելի հանգիստ միջավայր քո համար ստեղծել, ավելի հավես բանապահով, շատ լավ գաղափար էր, գիտեի, բայց դա ավելի առողջարար է։ Այո, դա պարզվում է աշխարհի այդ 3 տենդենսներից մեկին դեմ պայքարող, հա, որ այսպես մարդիկ ուզում են աղմուկից են խուսափում եւ ուզում են հանգստանալու կարիք ունեն, այդ հուդին այդ հարցերը լուծում էր։
Ալիք մրցակիցներից ձեզ որ գաղափարն է տպավորել։ Երևի մյուս հաղթողներից մեկը, որ ուսումնական տենց պլատֆորմա էր սարքել, հա, PCB-ների հիման վրա, տպասալերի հիման վրա, ուսանողների ու սովորողների համար իրանց այդ սովորելու process-ը հենց ֆիզիկական էլեկտրոնային սարքերի հետ այդ ուսուցման process-ը ավելի հեշտ ու ավելի էֆեկտիվ ու հետաքրքիր անելու համար։ Ահա, 200 հայտ է փաստորեն եղել, ինչն է հաշվի առնվել հաղթողներին ընտրելիս եւ ամենակարևորը ինչ են ստացել այս մարդիկ որպես հաղթող։ Հաշվի են առնվել մեր մրցույթի չափորոշիչները պահել է իհարկե, այդ պրոդուկտը պետք է ունենար մեծ պոտենցիալ, թիմը պետք է կարողանար դա իրականացնել, նորարարությունը պետք է լիներ իսկապես տեղին, մրցակցությունը պետք է, այսինքն իրենք մրցակիցներից տարբերվող պետք է լինեին եւ ոչ թե պարզապես ուտոպիական գաղափարներ, այլ իսկապես իրատեսականությունը եւ արդյոք այդ թիմը կարող է իրականացնել, դա ունեն բավականաչափ հմտություններ դա անելու համար, որովհետեւ լավ գաղափարների պակաս հատկապես մենք հայերս չունենք։ Միջոցները չունենք, բայց գաղափարները պակաս չենք զգում եւ մրցանակներն են եղել $22500 համարժեք աջակցություն։ Դիմեք, մենք մեծ գումարներ ենք ծախսում, որպեսզի հանրայնացնենք այդ մասին, մրցույթի մասին իմանան, այնպես որ սիրով դիմեք։ Այդ գումարի մեջ այդ գումարի աջակցությունը վերաբերում է պրոտոտիպի նախատիպի ստեղծմանը, վերաբերվում է շուկա տանելու համար նախատեսված ծախսերը հոգալուն, մարքեթինգային եւ նաեւ նախապատրաստական, ինչպես նաեւ pre-launch հարթակում շուկայի համապատասխանությունը ստուգելու ողջ process-ն են կազմակերպելու։ Այդ դիմողները հիմնականում տեխնոլոգիական ընկերություններ են, թե օրինակ կան անհատներ, որոնք ունեն գաղափար եւ իսկապես պոտենցիալ դա իրականացնելու։ Ամենատարբեր դիմողներ ունեցել ենք, անգամ 9-ամյա աղջիկ երեխա, ով խաղալիք էր ստեղծել, ունեցել ենք նախկինում զինծ առայող գնդապետ, ածտավ, ոնց են ասում, թոշակառու գնդապետ, ով շաքարակլորային ինչ որ շատ հետաքրքիր նորարարություններ էր ստեղծում։ Երեխան իր նկարը կարողանում էր վերածել շաքարակլորի։ Հրաշալի է։ Հա, շատ հետաքրքիր գաղափարներ են եղել, պարտադիր չի խորը տեխնոլոգիական օրինակ ոնց որ Ալիկենսն է, շատ խորը մասնագիտական տեխնոլոգիական է, եղել են ամենատարբեր գաղափարներ, անգամ մեղրամոմից մեկ անգամյա այդ փաթեթավորումից խուսափելու համար մեղրամոմով հատուկ պատված փաթեթավորման շատ հետաքրքիր պրոդուկտ է եւ այդտեղ տեխնոլոգիան ուրիշ բան է, էլի, այսինքն արհեստական բանականությունը չի, այլ հենց այդ մեղրամոմի հատուկ բաղադրությունն է, որը թույլ է տալիս դա անել։ Կանայք, տղամարդիկ, երեխա եւ ավելի տարեց մարդիկ։ Հրաշալի է, իհարկե որ դիմողները բազմազան են, ալիք հետաքրքիր է հիմա որ փուլում է ձեր գաղափարը, ինչպես հասկացանք, ոչ միայն ֆինանսական աջակցություն եք ստանալու TFS-ից, որ փուլում է, ինչ պլաններ կան, երբ է գործարկվելու արդեն եւ հասանելի դառնալու։ Հիմա պրոտոտիպի նախագծման փուլում ենք, հա, մեր ոնց որ գաղափարը իրականում ֆիզիկապես validate հայերեն քիչ դժվարանում եմ թարգմանել, հա, ստուգելու այդ փուլում ենք, բավարարականացնելու, շնորհակալություն։ Ու այս TCF-ին իրականում մասնակցելու առավելություններից մեկը այն է, որ շատ դեպքերում դու գաղափար ունես, բայց միշտ մտածում ես արդյոք ինքը արժեք ունի այդ գաղափարը, հա, արդյոք իմաստ ունի ջանք թափել այդ գաղափարը պրոդուկտի վերածելուն ու ընդհանրապես ինչ տեսակի ջանքեր են ակնկալվում, հա, ընթացքում մենակ պրոդուկտը սարքելը չի հաստատ, հա, այնտեղ տարբեր տեսակի գործունեության տեսակներ կան, միջև ինքը ապրանքը շուկա կհասնի ու այս մասնակցելով կազմակերպիչների հետ, մնացած ուրիշ մասնակիցների հետ դու արդեն ահագին ֆիդբեք ես, հա, հետադարձ կապես ձեռք բերում ու արդեն սկսում ես պատկերացնել ռեալ պրոդուկտը սարքելու դժվարությունները ու ճանապարհը, որ դու պետք է անցնես։ Ու այդ ամեն ինչը արդեն պատկերացնելով մենք ակնկալում ենք մոտ կես տարվա ընթացքում առաջի գործող վերսիան ունենանք, որը որ կարողանանք արդեն առաջի հաճախորդներին ուղարկել ու ոնց որ իրական պայմաններում փորձարկել, ստուգել, դրանից հետո արդեն այդ հետադարձ կապի հիման վրա ընդլայնվելու նպատակով պլաններով։ Հաջողություն մաղթենք ձեր նախագծին։ Մարիամ արդեն երկրորդ անգամ է անցկացվում, ինչպես նշեցինք, այս հետաքրքիր մրցույթը, այ 1 տարվա համեմատությամբ ինչ ակտիվություն կար այս տարի, արդյոք ավելի իրատեսական գաղափարներ էին ներկայացվում, եթե համեմատենք 2 տարիները։
Այս տարի անցյալ տարի մեր գաղափարին ծանոթանալով, մրցույթին ծանոթանալով այս տարի մեզ միացավ Helveta շվեյցարական կազմակերպությունը, ով օգնեց ել ավելի մեծացնել մասշտաբները, եւ եթե մենք անցյալ տարի ճունեինք ինկուբացիայի փուլ եւ ճունեինք bootcamp-ի փուլ, որը ինտենսիվ նախապատրաստական աշխատանքներ էր մասնակիցներին եւ կրթական մեծ կոմպոնենտ էր, այս տարի կարողացանք դա էլ իրականացնել եւ մրցանակների գումարը ել ավելի մեծ էր, այսինքն անցյալ տարի 20, 18 եւ 12 եւ 8000-ի չափի էր, այս անգամ բոլոր 3 հաղթողներին $22500 աջակցություն տրվեց։ Նաեւ ողջևորվելով իրենց պրոդուկտների հետաքրքիր լինելուց TCF-ը որոշեց նաև բոլորին հնարավորություն տալ pre-launch հարթակից այդ վավերականությունը ստուգել, հա, իրենց ապրանքների համապատասխանությունը շուկային, ինչպես նաև մենք պատրաստվում ենք, թեև մրցույթը ավարտվել է, բայց մենք պատրաստվում ենք այդ բոլոր 25 մասնակիցների հետ մեկ ամբողջ տարի ամեն ամիս այտենց meet-up-եր կազմակերպել, աշխատանքային հավաքներ կազմակերպել, որը կօգնի իրենց գաղափարները առաջ մղելու։ Հուսանք Հայաստանից դուրս կգան միջազգային շուկայում շատ մրցունակ բրենդեր, նորարար բրենդեր եւ կողողեն միջազգային շուկան հայկական ապրանքներով։ Մարիամ, նշեցիք, որ այս տարի դիմողների գաղափարների ուղղվածությունները շատ տարբեր են եղել, սկսած IT, վերջացրած հենց տնտեսական նորարարություններ, հետաքրքիր է արդյոք ուղղությունների մասով ինչ որ ակնկալիքներ կան մյուս տարվա համար, գուցե կան ոլորտներ, որտեղ կուզեիք, որ դիմողներն ավելի ակտիվ լինեին։ Գիտեք, TCF-ը առօրյա ռեժիմով տիրապետում է միջազգային տրենդերին։ Մենք գիտենք հենց հիմա ինչ է ակտուալ շուկայում ու ինչ է գալիս։ Եվ մենք այդ ամեն տեղեկատվությամբ պատրաստվում ենք կիսվել, ինչպես նաև պոլիտեխնիկի հետ կա համագործակցություն, որ ավարտական կուրսի աշխատանքները լինելու են, ովքեր կուզեն ընտրել կենցաղային նորարարություններ միջազգային շուկաների համար ակտուալ, մենք այդտեղ ենք օգնելու իրենց ու պատկերացնում ենք, որ Հայաստանից դուրս են գալու հենց տրենդային, այսինքն պահանջարկ ունեցող ապրանքներ, որոնց մասին մենք իրազեկելու ենք այն ստեղծարներին, այդ փայլուն գաղափարներ ունեցող եւ կամք ունեցող իրենց գաղափարը շուկա հասցնելու մարդկանց։ Ալիկ, դուք էլ որպես հաղթող ինչ խորհուրդ կտաք այն մարդկանց, որոնք պլանավորում են մյուս տարի դիմել։ Գուցե չգիտեմ, արդեն սկսել գաղափարի վրա աշխատել կամ ինչ որ խորհուրդ տա, որը միանշանակ գաղափարի վրա պետք է աշխատել, մտածել, բանանել, բայց գաղափարը ոնց որ միշտ բավարար չէ, էլի իրականում հաջողության հասնելու համար դու պետք է ինչ որ ձևով ստուգես չգիտեմ, այդ առաջի հերթին կարող լինեն քո ծանոթները, բարեկամները, որոնք որ այդ հետադարձ կապը կտան, բայց նմանատիպ մրցումներին մասնակցելը միանշանակ այդ հետադարձ կապը ու արժեքը այդ ինֆորմացիայի շատ ավելի շատացնում է, հա, ու միանշանակ խորհուրդ կտամ մասնակցել անկախ իրանց վստահությունից իրանք կհաղթեն թե չեն հաղթի, հա, մենակ մասնակցությունը արդեն ահագին մեծ օգուտ իրանց կտա։ Շատ բարի, հաջողություն ենք մաղթում ձեր նոր նախագծին եւ TCF-ին իր բազում նախագծերով եւ հուսանք, որ ապագայում կիմանանք այդ ընկերությունների մասին, որ հասել են որոշակի նվաճումների։ Այո, շատ շնորհակալ ենք, որ առավոտը մեզ հետ սկսեցիք։ Սևակ, ես քեզ կհամոզեմ, մենք կմտածենք մյուս տարիների մասին։ Հաջողություն ենք մաղթում։ Այո, մեր տաղավարում էին TCF ընկերության համահիմնադիր Մարիամ Համբարձումյանը եւ հաղթող թիմերից մեկի ներկայացուցիչ Ալիկ Սարգսյանը։ Մեր եթերում գովազդային դադար, այս ընթացքում նաեւ մեր հյուրերի հետ կլուսանկարվենք, հետո կվերադառնանք։
Grab a brush and put a little makeup. Have this kiss a fade away to shake up. Would you live and kiss up on the table? I don't think you can mokat sarsner. Haralo, unkere gerech kerese. Haralo. Wake up, grab a brush and put a little makeup. Have this kiss a fade away to shake up. Would you live and kiss up on the table? You could create it out of fable. Grab a brush and put a little makeup. Have this kiss a fade away to shake up. Would you live and kiss up on the table? I don't think you can mokat sarsner. Haralo, unkere gerech kerese. Haralo, hakele khaska bel almas. Haralo, akhela vitzo bunimas. Haralo. Father, to your hands I commend my spirit. Father, to your hands, why have you forsaken me? In your eyes forsaken me. In your thoughts forsaken me. In your heart forsaken me. You can mokat sarsner. Haralo, huri meri karakusen. Haralo, dus yekek dus mokat spesen. Haralo, you can mokat sarsner. Haralo. The station with the best music. Best music. I love the music. Best music. Եթե չէիք արթնացել, այ հիմա հաստատ արթնացաք այս ռոքային ռիթմերից հետո 10:33 մարտի 6-ն է, օրը ուրբաթ, եզրափակում ենք Գարնան առաջին աշխատանքային շաբաթը, կուզեի ասել բարձր տրամադրությամբ, բայց այնինչ կատարվում է աշխարհում եւ մեր շուրջը, տեղ չի թողնում բարձր տրամադրության, ամեն դեպքում փորձենք կենտրոնանալ մեր գործի եւ աշխատանքի վրա, եւ այժմ պետք է տեսնենք թե ինչ կա աշխարհում մտահոգող լուրերից անդին, այսպես ասած, մեր հայ դիզայներների, սպորտսմենների, գիտնականների անունները ցանկացած տեղում միջազգային հարթակում երբ տեսնում ենք, միանգամից հպարտության զգացում է մեզ պատում եւ օրերս նման զգացում կրկին մեզ սպարգևեց Տիգրան Ձիթողցյանը, դիզայներ Արմինե Օհանյանի եւ ամերիկահայ նկարիչ Տիգրան Ձիթողցյանի կողմից հիմնադրվել է հայկական ապրանքանիշ եւ Փարիզի նորաձևության շաբաթում նրանք ներկայացրեցին իրենց self-reflection հավաքածուն։ Այո, Տիգրան Ձիթողցյանը, որը արդեն երկար ժամանակ բարձր է պատպահում հայկական ազգանունը, հատկապես Նյու Յորքում, եթե չեմ սխալվում, հենց Նյու Յորքում է բնակվում, հիմա արդեն նորաձևության ոլորտում է իր քայլերն արել, առաջին քայլերը, եթե չեմ սխալվում, հայելին նորաձևության եւ ժամանակակից արվեստի համագործակցություն է, ապրանքանիշի տեսողական հիմքը կառուցված է Ձիթողցյանի աշխատանքների վրա, նրա ճանաչելի հիպերռեալիստական դիմանկարների, որտեղ դեմքերը հաճախ մասամբ ծածկում են ձեռքերով, լույսով կամ ստվերներով, այո։ Այն հայտնի շարքը, որով բազմաթիվ հայտնի մարդկանց է անմահացրել նաև Ձիթողցյանը։ Այո, եւ ահա այդ հայտնի լուսանկարները դարձել են հագուստ, վերածվել են նորաձևության, այդ պատկերները բառացիորեն տեղափոխվել են պիջակների, բաճկոնների, հագուստի տարատեսակ տեսակների վրա եւ հայտնվել են այս ցուցադրության ժամանակ դառնալով իսկական շարժվող արվեստի առարկաներ։ Հավաքածուն ամբողջությամբ պատտվում է հենց Ձիթողցյանի այս ստեղծած հայտնի լուսանկարների շուրջ, մի շարք կերպարներ առանձնանում են նաև իրենց, այսպես ասած, քանդակային ձևերով։ Խորհուրդ կտանք անպայման համացանցում փնտրել լուսանկարներ Փարիզի նորաձևության շաբաթվա այս ցուցադրությունից, որովհետև
որովհետև սա իսկապես այնպիսի մի հավաքածու է, որն առանձնանում է տարատեսակ բազմաթիվ հավաքածուներից եւ հատկապես սևամորթ եւ ոչ ամենևին հայկական արտաքին ունեցող մոդելների հագին, այս հագուստները ել ավելի գրավիչ եւ տպավորիչ են դառնում։ Այո, եւ քանի դեռ խոսում ենք մշակույթից, մեկ կարևոր լուր Հայաստանից նորահայտ հուշարձանների կարգավիճակ են ստացել 9 պատմամշակութային կառույցներ։ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի այս տարվա առաջին նիստում քննարկվել են նոր հայտնաբերված պատմամշակութային օբյեկտներին պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը եւ հուշարձանների պահպանման գոտիների նախագծերը եւ համաձայն այս հանձնաժողովի դրական եզրակացությունների 9 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ եւ այսպես դրանք են Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի Մաշտոցի պողոտայի 10 հասցեի բնակելի շենքը, Արարատի մարզի Մասիս քաղաքի Արարատյան փողոց 3 հասցեի հարթաքանդակը, որը 20-րդ դարին է պատկանում, երկրորդ աշխարհամարտում զոհվածներին նվիրված հուշակոթողը, էլի 20-րդ դար Սյունիքի մարզի Լիճ գյուղի երկու կամուրջները 17-րդ դար եւ Տավուշի մարզի Իծակար գյուղի հայրենիք հուշակոթողը 1984 թվականին կառուցված։ Շարքում են նաեւ Իշխանասար գյուղի ժայռապատկերների համալիրը, Դամբարանը, Դաշտը, Տավուշի մարզի Ենոքավան գյուղի Ենոքավան 1 եւ Ենոքավան 2 քարայր կացարանները քննարկվել են նաեւ մի շարք այլ հուշարձանների պահպանման գոտիների նախագծերը, ավելի ուշ գուցե այս թիվը ավելանա։ Այո, սա կարևոր քայլ է, որովհետև սրանով այս հուշարձանները առնվում են պետության ուշադրության կենտրոնում եւ դրանք պետք է բնականաբար ել ավելի խնամքով պահպանվեն։ Եվ ինչից էլ խոսենք, ինչքան էլ թերթենք դրա հոսը, կենտրոնում մերձավոր արևելքի իրադրությունն է եւ հատկապես Դուբայում տիրող իրավիճակը, գիտենք, այս քաղաքը մշտապես ասոցացվել է շքեղության, հանգստության հետ եւ նման իրավիճակը մի փոքր զարմանալի է ու վերջերս Daily Mail-ն է անդրադարձել դրան, նշելով, որ մինչ Դուբայում օտարերկրյա բլոգերները հրապարակում են գրառումներ, պնդելով, որ ամենաապահով վայրն է Էմիրությունները երկրի վրա, Իրանի հրթիռային եւ անօդաչու թռչող սարքերի հարվածների ֆոնին շատ ավելի մտահոգիչ է դառնում իրավիճակը։ Մենք մեր գործընկերոջ հետ ռադիոլուրի զրուցեցինք, նշեցինք, որ կան հայեր, որոնք ցանկանում են վերադառնալ եւ նրանց համար հատուկ միջոցներ են ձեռք առնվում, բայց իրավիճակը բնականաբար նույնն է նաեւ այլ երկրների քաղաքացիների համար։ Daily Mail-ը մասնավորապես կենտրոնացել է Բրիտանիայի քաղաքացիների վրա, որոնք փորձում են շտապ լքել տարածաշրջանը, իսկ որոշ ընտանիքներ պատրաստ են մինչև անգամ 100,000 ֆունտ ստերլինգ վճարել մասնավոր ինքնաթիռների համար։ Բրիտանական լրատվամիջոցների տվյալներով սոցիալական ցանցերում կարծես յուրօրինակ արշավ է ծավալվում։ Ինֆլուենսերները վստահեցնում են իրենց հետևորդներին, որ ամեն ինչ հանգիստ է, կյանքը շարունակվում է իր բնականon հունով, սակայն փայլուն գրառումների հետևում թաքնված է շատ ավելի լարված մթնոլորտ, որովհետև մարդիկ վախենում են, ինչը բնական ռեակցիա է, հատկապես կան երկրներից մարդիկ, որոնք երբեք չեն դիմացել ինչը պատերազմ, անօդաչու թռչող սարքերը եւ եկել են մի շքեղ տեղում հանգստի ու մեկ էլ հոբ նման իրավիճակ է ստեղծվել։ Այո, իսկապես շատ ցավալի է, հուսով ենք, ինչպես արդեն նշել ենք, որ բոլոր ընտանիքները, որոնք սպասում են իրենց հարազատներին, հնարավորինս շուտ կհանդիպեն նրանց։ Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ իրավիճակի վերաբերյալ թարմ ճշտված օբյեկտիվ տեղեկությունների կարող եք ծանոթանալ յուրաքանչյուր ժամագլխի հանրային ռադիոյի եթերում ռադիոլուրի մեր գործընկերների կողմից։ Հեռախոսազանգ ունենք, ճիշտ հասկացա հուշումը, տեսնենք ով է մեզ միացել։ Բարի լույս։ Բարի լույս։ Ձեր մշտական ընկերներ եւ շահումներ բազմաթիվ ունեցող Կարինե։ Շատ հաճելի է, Տիկին Կարինե, ինչպես եք։ Գեազանց երեկվա համերգից հետո շատ լավ։ Ահա, մեր ռադիոլսողը Տոմսեր շահել մեր եթերում եւ այո, եւ ներկայացել համերգի։ Գուցե կիսվեք տպավորություններով։ Տպավորություններս գերազանց են, ինչքան էլ որ ես շատ եմ լսում դասական երաժշտություն, ներկա գտնվել եմ նման համերգին։ Գերազանց մի հաճույք էր, որի համար ես ձեզ շատ շնորհակալ եմ։ Շնորհակալ ենք նաև ձեր ակտիվության համար, ինչպես եք սկսել այսօրվա առավոտը։
Իհարկե սեր եւ սուրճով եւ սուրճը ձեր հետ խմելով։ Ահա, հաճելի է շատ։ Շատ հաճելի է, հրաշալի է, շնորհակալ ենք, որ մեզ հետ եք ամեն առավոտ եւ հուսով ենք, որ ինչպես այսօրվա շարունակությունը, այնպես էլ առհասարակ հանգստյան օրերը կանցնեն նույն կերպ բարձր տրամադրությամբ։ Պարտադիր։ Շնորհակալ ենք Տիկին Կարինե 553702 մեր ուղիղ կապի հեռախոսը համարն է կարող եք մեզ զանգահարել եւ կարող ենք զրուցել ձեզ ուզող թեմաներից իդեպ եւս մեկ անգամ հիշեցնենք ովքեր նորեն մեզ միացել մարտի 6-ը նաեւ ատամնաբույժների օրն է եթերի հաջորդ հատվածում արի փորձենք հետաքրքիր փաստեր ներկայացնել այս մասնագիտության վերաբերյալ դուք էլ կարող եք գրել կամ զանգահարել եւ ողջունել ձեր ատամնաբույժներին Սուրճ ու սեր առավոտից։ Սուրճ ու սեր առավոտից, իսկ ահա սուրճ շատ խմել չեն խորհուրդ տալիս նաև ատամնաբույժները, որովհետև այն ազդում է մեր ատամնաշարի գույնի վրա, բայց մենք եկեք մի քիչ ժամանակը հետ տանք եւ հասկանանք, թե երբանից է ծագել այս մասնագիտությունը։ Դե շատ հին մասնագիտություն է, առաջին հայտնի ատամնաբույժները ասում են, որ եղել են Եգիպտոսում 2600 թվականին մեր թվարկությունից առաջ եւ այստեղից է ծագել, կարելի ասել, այս մասնագիտությունը։ Պատկերացնում ես ինչ
սարսափելի եղել, առանց ցավազրկման, նույնիսկ հիմա է վախենալու, ուր մնաց։ Երևի ինչ որ խոտաբույսեր են օգտագործել թմրեցնող, բայց այո, պատկերացնում ենք ինչքան դժվար է եղել։ Երկրորդ փաստը, չգիտեմ, մարժե բարձրաձայնել թե չէ, քանի որ պետք է ստուգել, որ հաճախ ասում եմ միջնադարում ատամնաբուժները նաև վարսավիրներ են եղել, կստուգենք այս փաստը անպայման, բայց կա այլ փաստ, որ 1728 թվականի ֆրանսիացի մի բժիշկ Պիեր Ֆոշարտ անունով գրել է առաջին խոշոր գիտական գիրքը ատամնաբուժության վերաբերյալ եւ նրան համարում են ժամանակակից ատամնաբուժության հայրը։ Ահա, պարզվում է, որ նախկինում ատամի խոզանակները շատ ուրիշ էին եւ միանգամայն այլ տեսք ունեին։ Օրինակ հին ժամանակներում մարդիկ ատամները մաքրում էին փայտի փոքր ճյուղերով, որոնք ծամում էին այնքան, մինչև դրանք խոզանակի տեսք էին ստանում։ Բայց ամեն դեպքում տեսնում ես ինչ ուժ եւ ջանք են ներդրել, որպեսզի կարողանան հետեւել իրենց հիգիենային նույնիսկ ժամանակ, այո։ Եթե դուք վախենում եք ատամնաբուժի այցելելուց, դա տարօրինակ չէ, որովհետեւ դա այնքան տարածված զգացում է, որ անգամ գոյություն ունի գիտական անուն ատամնաբուժից վախը կոչվում է դենտոֆոբիա։ Ինչ շատ զարմացրեց մեկ այլ փաստ, փաստորեն ատամները, դրանց դասավորվածությունը, ձևը յուրաքանչյուր մարդու համար այնքան յուրահատուկ են, որքան օրինակ մատնահետքերը։ Ատամների դասավորությունը յուրաքանչյուր մարդու մոտ տարբեր է, դրա համար էլ դրանք երբեմն օգտագործվում են անձի նույնականացման համար դատաբժշկական գիտության մեջ։ Եվ վերջին փաստը, որ արհեստական բանականության հետ առանձնացրել ենք, ամենևին էլ զարմանալի չէ, որ շատ ճշգրիտ աշխատանք են կատարում այս մասնագետները, որովհետև աշխատում են ընդամենը մի քանի միլիմետր տարածքում եւ ցանկացած շեղում կարող է առանձնահատուկ դժվարություններ առանձնացնել։ Այո։ Զանգ Արդյոք թե էլի հեռախոսազանգ ունենք, գուցե ինչ-որ մեկը ուզում է ողջունել իր ատամնաբուժին։ Բարի լույս, ով է մեզ միացել։ Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես ողջունում եմ ձեր հաղորդաշարը։ Մենք էլ ձեզ ենք ողջունում։ Ես զանգում եմ Սյունիքից, Խնձորես գյուղից, եթե ծանոթ եք։ Այո։ Այո, Գորիսում մի հատ ատամնաբուժի մասին եմ խոսում։ Այո։ Դեմը Գորիսում ատամնաբուժ կա, շատ լավ երեկան, բայց ես խոսում եմ մեկի մասին, որ ես վերջերս Հայաստանի մասշտաբով պատվոգի ստացա եւ մտնում ես, հիանում ես, իր ընդունարանով, իր ամեն ինչով, ռենտգեն ապարատներով եւ ամեն ինչով։ Շատ հաճելի է, որ մտնում ես, սպասում ես կոֆեն դրած, չայը դրած, ժուրնալները դրած, շատ հիանալի սպասարկում է կատարում։ Դա ասոտ թելունցն է։ Ահա, ողջունենք առանձնահատուկ։ Ասոտ թելունցը։ Շատ լավ։ Նույնպես Խնձորեսի ծնունդա Գորիսում ապրում, բժիշկ մասնագիտությամբ, ստոմատոլոգ, ուզում էի հիշեցնել, որ սեզ բաներ էլ կա, էլի է թերավոր անջուններում։ Շատ շնորհակալ ենք թե զանգի համար, թե շնորհավորանքի։ Մենք էլ այո միանանք եւ շնորհավորենք, այդպես մեր ռադիոլուսողներից եղավ մարդ, ով զանգահարեց եւ շնորհավորեց, ողջունեց տոնի արդիվ իր ատամնաբուժին։ Իդեպ Մանուշ Ուստյանը մեզ հասրել է նաեւ մեկնաբանություն գրել, բարի մարդկանց, բարի հաղորդում, ասրան նույնպես անդրադառնանք։ Շնորհակալ ենք եւ մի քանի զվարճալի փաստեր ատամնաբուժների մասին, ասում են, որ այս մասնագիտություն ունեցող մարդիկ ամենաշատը լսում են այո, ես ամեն օր լվանում եմ ատամներս նախադասությունը, թեև մասնագետը մի թեթև հայացքով էլ կարող է հասկանալ, որ իրականում այդքան էլ իրականությանը մոտ չէ, միգուցե այդ պնդումը։ Այ ատամնաբուժների ամենահայտնի հարցը գրեթե յուրաքանչյուր այցի ժամանակ նրանք ասում են բերանը ավելի լայն բացեք եւ դա գրեթե միշտ արդեն անհնար է։ Այո, թեև երբեմն էլ տեղ չկա բերանը ավելի լայն բացելու, մեկ այլ իսկապես զվարճալի փաստ, հաճախ ատամնաբուժները փորձում են այդ գործընթացը ավելի թեթև դարձնելու համար խոսել, հարցեր տալ, բայց քանի որ այդ պահին բուժարոյի բերանում տարբեր սարքեր են, մարդիկ հազիվ կարողանում են ասել Ես միշտ զայրանում եմ եւ ուզում եմ հասկանալ արդյոք դա նրանց համար զվարճանքի եւ ժամանցի ձև է, երբ հատուկ դիտմամբ մեզ հարցեր են տալիս, երբ ակնհայտ է, որ մենք դրանց պատասխանել չեն կարող, կարծում եմ նրանք պարզապես այդպես զվարճանում եւ իրենց ժամանցն են ապահովում մեր տառապանքը տեսնելը, այո։ Իդեպ ատամնաբուժները նաեւ հաճախ կարող են մարդկանց սովորությունները կռահել միայն ատամնաշարի միջոցով հասկանալ ծխում է մարդը թե ոչ, շատ է քաղցր ուտում, եղունգները կրծում է թե ոչ,
մենք հատկապես Հայաստանում արևածաղկի հետ կունենք, Այո, չէ՞, մեր ատամի բոլորս։ գրեթե բոլորս, այո։ Ատամնաբույժների ամենատարածված էլի հարց ու պատասխաններից մեկն այն է, նրանց ուղղված, որ մարդը հարցնում է ցավելու է, սովորաբար ասում են չէ, կամ զգուշացնում են, եթե մի փոքր ցավ լինելու է, ինչը շատ կարևոր է, որովհետև երբ որ պատահական ցավ է լինում, այ դա օրգանիզմը շատ ծանր է տանում։ Մի ցավալի կողմ ատամնաբույժների համար նրանց շատ են գնահատում այն բուժառուներին, որոնք օգտագործում են նաև ատամի թել, մենք գիտենք, որ ցավոք քչերն են օգտագործում, ինչտեղ սա, այո, սա կարևոր է ատամները մաքուր եւ առողջ պահելու համար ոչ միայն արտաքինից, այլև ներսից, այսպես ասած, միմյանց շփման հատվածներում։ Եվ մի փաստ էլ, որ Արմենևել զարմանալի չէ, ասում են հաճախ նրանք հիշում են հենց մարդկանց ատամները եւ ոչ թե նրանց անունը կամ տեսքը, դե որովհետեւ այդքան հաճախում ես եւ հիմնական նրանց ուշադրության կենտրոնում բուժառուի ատամներն են։ Եվս մեկ երգ լսենք, որից հետո եթերաժամի ավարտին ձեզ կներկայացնենք մի քանի սպորտային նորություններ, թեև դրանք այսօր այդքան էլ շատ չեն։ Մայրաքաղաքում այսօր ամպիտակից ջուր չի կանխատեսվում, դերև առանձին շրջաններում կանխատեսվում են տեղումներ, եղանակի մասին վերջին թարմացումն անենք այս եթերի ընթացքում, այս պահին Մայրաքաղաքում 2 աստիճան տաքություն է, մասամբ պամպամած, բայց կարծես թե արև երևում է։ Եվ վեգա ինչ կա մարզաշխարհում։ Մարզաշխարհում երկրու փոքր կարճնորություն ունենք, հայկական ֆուտբոլի մասին կարելի ասել, ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության 4-րդ եզրափակիչի առաջին խաղում տիտղոսը պաշտպանող Նոան հյուրընկալվեց
Փյունիկին եւ առավելության հասավ 2-1 հաշվով։ Չեմպիոնների կազմում աչքի ընկան ռումինացի վինգեր Վալենտին Կոստակեն եւ կիսապաշտպան Հովանես Համբարձումյանը։ Փյունիկից էլ 11 մետրանոց արդյունավետ իրականացրեց իսպանացի վինգեր Խավի Մորենան։ Եվս մի սկանդալային նորություն Հայաստանի հավաքականի եւ Ռուսաստանի չեմպիոն Կրասնոդարի ավագ եւ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կոչ է արել հետաքննել ռասիզմի դրսևորումները Մոսկվայի ԲԿՄ-ի երկրպագուների կողմից Կրասնոդարի Սևամորտ Կոլումբացի հարձակվող Ջոն Կորդոբայի նկատմամբ Ռուսաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում ԲԿՄ-ն հիշեցնենք հաղթել էր 3-1 հաշվով։ Շատ խիստ է եւ կտրուկ է Սպերցյանն արտահայտվել, նա ասել է շատ լրագրողներ կային դարպասի ետևում եւ ամեն ինչ էլ լսում էին, բոլոր ապացույցները կան, պետք է հետաքննել։ Մենք դիմեցինք մրցավարին, բայց նա հորդորեց հանգստանալ։ Սա ահավոր է, հաջորդ անգամ նման իրավիճակում մենք կլքենք խաղադաշտը։ Ահա, այսպիսի նորություններ կհետևենք իրադարձություններին, մեր մշտական ունկնդիրները գիտեն, եթերաժամի վերջին հատվածում սովորաբար անդրադառնում ենք մարզական նորություններին, իսկ հիմա արդեն ձեզ հրաժեշտ տանք մաղթելով արդյունավետ ուրբաթօր, հաճելի ուրբաթ երեկո եւ արդեն առավել հաճելի եւ պակաս ծանրաբեռնված ոչ աշխատանքային օրեր, հանգստյան օրեր եւ իհարկե խաղաղություն աշխարհին։ Այո, վաղ առավոտյան միացեք մեր գործընկերներին եւ առավոտը սկսեք երաժշտությամբ, երաժշտական առավոտ ունեցեք, իսկ մենք ձեզ կողջունենք արդեն երկուշաբթի եւ կասենք բարի լույս։ Cuando estás bien te alejas de mí, te sientes sola y siempre estoy ahí. Es una guerra de toma y dame, pues dame de eso que tienes. Oye baby no seas mala, no me dejes con las ganas. Se escucha en la calle y que ya no me quieres, ven y dímelo en la cara. Pregúntale a quien tú quieras, mira te juro que eso no es así. Yo nunca tuve una mala intención, yo nunca quise burlarme de ti. Conmigo ves, nunca se sabe, un día digo que no y otro que sí. Yo soy masoquista, con mi cuerpo un egoísta. tú eres puro, puro chantaje, puro, puro chantaje. Siempre es a tu manera. Yo te quiero aunque no quieras. Puro, puro chantaje, puro, puro chantaje. Vas libre como el aire. No soy de ti ni de nadie. Como tú me tientas cuando tú te mueves. Esos movimientos sexy siempre me entretiene. Sabes manipularme bien con tu cadera. No sé por qué me tienes en lista de espera. Te dicen por ahí que voy haciendo y deshaciendo, que salgo cada noche que te tengo ahí sufriendo, que en esta relación soy yo la que manda. No pares bola toda esa mala propaganda. Papá, ¿qué te digo? No te comen el oído. No vaya a enderezar lo que no se ha torcido. Y como un loco sigo tras de ti, muriendo por ti. Dime qué pa' mi bebé. ¿Qué? Pregúntale a quien tú quieras. Mira, te juro que eso no es así. Yo nunca tuve una mala intención, yo nunca quise burlarme de ti. Conmigo ves, nunca se sabe, un día digo que no y otro